Մենք պիտի շարունակենք մեր պայքարը։ Այսօր կոնկրետ Նիկոլ Փաշինյանը իր առաջ նպատակ ա դրել ու ունեց մեր ժողովրդին խափելով, որ տանում է մեզ դեպի Եվրոպա, դեպի հաշտություն Ադրբեջանի հետ, դեպի ռուսական օլիգարխիկ կոռումպացված համակարգից ազատագրում եւ այլն, այս բոլոր սիրուն իդեալների ներքո ինքը տանում է դեպի սեփական անձնական դիկտատուրայի հաստատում։ Եվ դա ստացվում է, պարոն Զուրաբյան, դիկտատուրա, բռնապետություն, ավտորիտարվան պահելու համար դուք ինձ լավ գիտեք, այդ փող ա պետք, հարևան ա պետք, բա այդ ոնց ա կարողանալու, Ալիևը նավթ ունի, բան ունի, դիկտատուրայի սպասարկման փողը կտան, կտան, այդ միշտ կլինի։ Բայց չի նշանակում, որ Հայաստանը լավ է ապրելու։ Չէ, արդեն հիմա արդեն կտարել մեզ մխաշելական։ Քանի որ այդ փողի մի մասը ու աջակցության մի մասը պետք է գա Ադրբեջանից, օրինակի համար, եթե Ադրբեջանը մեզ պիտի գազ, նավթ, բենզին, չգիտեմ ինչ տա եւ այլն, այդ ամենը չունենալու ծայրահեղ գին։ Տարածք նորից տարածքներ նորից անը։ Օրինակի համար, որ սենց բաներ են, չէ՞ ասում այս քաղաքագետները, ասում են այ Ռուսաստանը լավ մեզ տալիս է էժան գազ կամ չի տալի եւ այլն, բայց այդ ամեն ինչը գին է, չէ՞ մեր վրա պարտադրում։ Յանի որ բանա մենք մնում ենք կպած Ռուսաստանին, իրանք մեզ պարտադրում են քրեա օլիգարխիկ ռեժիմներ եւ այլն։ Հա, չէ։ Հիմա ռուսներն են պարտադրում։ Ես հիմա ուզում եմ ասեմ, օքեյ, իսկ դուք պատկերացնում եք Ադրբեջանի պարտադրած գինը ինչա լինելու։ Այսինքն եթե ալտերնատիվը, նույն էներգետիկ ալտերնատիվը դա Ադրբեջանն է։ Ինչա լինելու այդ գինը։ Չէ, բայց ինչի՞ է Ադրբեջան։ Մի հատ է իրանց սիրելի Ամերիկա գնացեք, օրինակ դուք պատկերացնում եք Միացյալ Նահանգներ, Թրամփը գնում է ինքնիշխան մի հատ երկրի ղեկավարին վերցնում է, առևանգում է, տանում է։ Պատկերացնում են իրանք։ Այդ հաչացողները արևմտյան, դա պատկերացնում են։ Ինչի մասին է խոսքը։ Այս մարդը զենք է մատակարարում, այսօր իր դաշնակից երկիրը ցեղասպանությամբ զբաղված Գազայում կամ մի հատ ուրիշ ինքնիշխան տարածք կա, դուք դա պատկերացնում եք, ինչի մասին է։ Կամ դուք լավ ներկայացեցիք այդ պարտքով հանդերձ, որ մի օր պայթելու է տնտեսությունը, կամ Չինաստանը ինչքան է մտել, դա պատկերացնում եք դուք, կամ եվրոպական շուկա ինչքան է հիմա Չինաստանը մտած, պատկերացնում եք, ռուսական, այդ դրա դեմ բաներ կա, չէ՞։ Գիտեք, այդ իրանց հին հնամաշ մնացել են իրանց արևին ժամանակակից, բայց վաղուց արդեն հին այդ թեզերը տան վաղուց, բայց իբրև թե մոդեռն են, ժամանակակից են, դեպի արևմուտք են, ոչ այդ արևմուտքը նորմալ գիտեն, ոչ այդ Ռուսաստանի Դաշնությունը նորմալ գիտեն, մնացել են ինչ-որ բան, թեզերի տակ։ Ես ուզում եմ մի հատ բան պարզեցում մտցնեմ, որովհետև այս մեր ասածներից կարող է սխալ տպավորություն ստեղծվի, որ մենք դեմ ենք արևմուտքի հետ համագործակցությանը, որ մենք դեմ ենք Ադրբեջանի հետ հաշտությանը եւ այլն։ Ես ուզում եմ այստեղ շատ պարզ լինի։ Մենք ոչ թե դեմ ենք Ադրբեջանի հետ հաշտությանը, մենք համարում ենք, որ հաշտության այն մոդելը, որը այսօր ընտրել է Փաշինյանը, ինքը չի նպաստելու հայ ազգի պահպանմանը, անվտանգությանը եւ ծաղկմանը։ Ինքը բերելու է իրականում Հայաստանի թուլացմանը, որպես ազգային պետություն եւ նրա բնույթի փոփոխությանը, ժողովրդագրական առումով եւ այլն, այսինքն մենք գնալու ենք մեր ինքնության կորստի ուղղությամբ, ես ձեզ ավելին ասեմ, անգամ դա չի ապահովի անվտանգություն, որովհետեւ ինչքան մենք թուլանանք, այնքան ավելի շատ ենք հրավիրում ռազմական միջամտության հնարավորություն Ադրբեջանի կողմից։ Այդ մեր ասածը հետեւյալն է. Ադրբեջանի հետ իհարկե պետք է հաշտվել։ Օրինակ մենք միշտ 91 թվականից ասել ենք, որ գլխավոր երաշխիքը մեր ազգային անվտանգության դա հարաբերությունների բարելավումն է մեր բոլոր հարևանների հետ։ Իսկապես, եթե դու նորմալ հարաբերություններ ունենաս եւ Իրանի եւ Վրաստանի, որոնք նորմալ են, գումարած դրան էլ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, քո ազգային անվտանգությանը սպառնալիքները կհասնեն մինիմումի։ Բայց դու պետք է հասկանաս մի բան. այդ բարելավումը հնարավոր է միայն ագրեսիվ ախորժակները զսպելու համակարգի ստեղծման պարագայում։ Այսինքն դու չես կարող խախտել բալանսները, ստեղծես մի հատ խոցելի վիճակ քո համար, հենց նույն Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ,
Եվ հետո ասես մենք գնում ենք դեպի հաստություն։ Աստորեն ընդդիմությունը այս սարսափելի վտանգները ինչը որ սպառնում է եւ սահուն կերպով Նիկոլը շարունակում է տանել, նախընտրական փուլում մեծ հաշվով, իհարկե մեծ կեղծիքներ են եղել, բայց հանրությանը սա չկարողացաք հասցնել, որ ինչ վտանգավոր եւ կործանարար քաղաքականություն է վարում եւ ինչի արժեվ է որ Հայաստանի պետականության մեկ այլ խոսակցության մեկ այլ խոսակցության բայց մի անգամ այո մենք չկարողացանք հասնել մենք չկարողացանք հասնել բայց ի՞նչն է դրա բանը բուն պատճառը բուն պատճառը կներեք ռեսուրսներն են մենք եք չմոռանանք ու մի հատ տեսնենք ինչ ռեսուրսներով է ով մտել այս նախընտրական պայքարի մեջ չէ բայց դուք այս սկզբում ճիշտ բան ասեցիք արևմուտքը շատ վաղուց էր այս սոցիալական այս ռեսուրսները շատ վաղուց մտել էր 20 տարի առաջ արդեն այս սոցցանցերով լրատվամիջոցներով արդեն ուղեղների լվացման process իրենք վաղուց գտել մտել են հիմա նոր այս ուժերը եկել են ուզում են վերջին տարիներին կարողանան այս ընդ որում դուք ճիշտ նկատեցիք ողջ այս ամենով հանդերձ կարելի է մեծ գումարներ դնել սոցցանցերում բայց գործիքակազմը շարունակում է մնալ այդ արևմուտքի ձեռքում եւ Facebook-ը եւ YouTube-ը գործիքակազմը մենք անկախական ուժ ենք մենք օրինակ չենք համարում որ պետքա արևմտյան այս ռեսուրսների բանը ազդեցությունը Հայաստանում փոխարինել ռուսական ռեսուրսների ազդեցությամբ մենք համարում ենք որ Հայաստանը պետք է կարողանա պետական կամք գտնել իր մեջ կարողանալ որպես անկախ պետություն որը պետք է կարողանա բալանսավորի հարաբերությունները արևմուտքի Ռուսաստանի Իրանի հետ եւ խաղալով նաեւ ինչ որ իմաստով իրենց հակասությունների վրա միշտ ստանա եւ Ռուսաստանից եւ Միացյալ Նահանգներից եւ Իրանից մեզ համար նպաստավոր գործարքներ։ Պարոն Սուրաբյան, եթե այս գործիքական հիմա ժամանակը չի մի քիչ ավելի սուր բացահայտ խոսել, եթե այս գործիքակազմերով իրենք այս ամեն ինչը օգտագործում են պետականաքանդ Հայաստանի կործանման, այս ամբողջը գնում է դուք կարծում եք պատահական է որ գնում է հերոսների դեմ, անցյալի դեմ, պատմության դեմ, ինքնության դեմ, ոչնչացնում են ամբողջությամբ, բացա կործանարար չի չի դրամասի բաց խոսել։ Որովհետեւ այս գործիքը դրա դեմ են օգտագործում իրենք։ Որովհետեւ դու հրաժարվել ես քո անկախական պահվածքից։ Որովհետեւ դու մտել ես մի սխեմայի մեջ, ու այդ սխեման քեզ պարտադրում է իրականորեն։ Բայց նաև չզլանանք, ասենք որ այս գործիքակազմը, որ մեզ տրվել է, գուցե դրական 10-20% կա, բայց իր մեջ կործանարար է, որովհետև եթե ինքնությունդ ոչնչացրեցին, իսրանով է գնում։ Նախկին նախագահներից հանցագործեն, գործարար արարողը հանցագործա, թիվ 1 բարերարը հանցագործա, այս նույն այլանդակությունների հետևանքը չի դա։ Բայց ինչ եք կարծում, բայց եթե դու ասում եմ նորից տեղավորվում ես։ Այդ մարդը բերել են իրանց սատանային էլ, այդ սատանան էլ ասում է բա հանցագործ են։ Եթե դու տեղավորվում ես արտաքին միջամտության մի միակողմանի սխեմայի մեջ, այդ սխեման քեզ ամեն ինչ պարտադրում է։ Ամեն ինչ, ընդհանուր միջև քո ինքնությունից հրաժարվելը։ Ընդ որում այս մարդը ասես մի տեղ է մտել է, ասես ինքնանով, ասես ինքնանվիրումով մտել է այդտեղ, եթե նախկինում կար բալանսավորված եւ չգիտեմ կամ սրա հետ նույն, այս մարդը ասես ինքնամոռաց մտել է, բայց հիմա աշխարհը թույլ է տալիս այդպեսին լինել, թե աշխարհը դուք ինքներդ նշեցիք երկու բևեռների բան պատերազմը, իմ գործընկերները անհանգստանում են, ուզում են այս թեմային անդրադառնանք, հետո մենք կշարունակենք մեր զրույցը, այդ թեման, որ այսօր ուրեմն խոսեցին երկու ուժերի նրանք ովքեր որ անցել են ազգային ժողով, այդ այլանդակության խայտարակության մասին կուզենայի խոսել, որ ինչ է նշանակում 60,000-ից ավել ձայն հավաքած Բարգավաճ Հայաստանին այդպես էլ թույլ չտվեցին, ասեն որ այստեղ մեծ թերացում կա բոլոր ընդդիմադիր ուժերի գործունեությունը կարելի է քննադատել, որ այնքան пассив են այս իմաստով փոխանակ առավոտից գիշեր խոսել են խայտարակ խախտումների մասին, որ Նիկոլ Փաշինյանի թիմը արել է, լռել են եւ հիմա Նիկոլ ինքն է խոսում, մի հատ էլ դա հակցնում է ձեզ, որ հələ մի բան էլ դուք եք արել այդ կեղծիքները։ Այս այլանդակության մասին բոլորին, այո, փաստորեն ով ընդդիմությանը ձայնա տվել նախ ասեց որ կաշառք են վերցել, այսինքն ես որ գնացել եմ ձայն եմ տվել, կաշառք են վերցել դուք, մենք բոլորս կաշառք վերցնողներ եք, այսի մեղադրանք հնչեցրեց, մինչդեռ փոխանակ շատ ակտիվ լինի ընդդիմությունը, հատկապես ուժեղ Հայաստանը, որ այս իմաստով բավականին пассив է եւ Հայաստան դաշինքի։ Հիմա իրենք անցել են առաջարկությունով հանդես եկավ Սամվել Կարապետյանը, հիմա դուք այսպես մեկ այլ առաջարկ եք արել, առաջարկում է Հայ ազգային կոնգրեսը, առաջարկում են
ընդդիմադիր ուժերին ստեղծել ոչի շարժման համազգային միասնական ճակատ, ասված է Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարության մեջ, անցկացնել ժողովրդական բողոքի համատեղ զանգվածային միջոցառումներ ի աջակցություն 2026 թվականի հունիսի 7-ին ԱԺ-ի կեղծված ընտրությունների արդյունքների եւ դրա հետ կապված ռեժիմի ապօրինի որոշումների եւ ակտերի բողոքարկման, ասված է հայտարարության մեջ, շատ բավական երկար։ Մի քանի բան կա, հա, մի քանի բան կա։ Ինչը կառանձնացեք, ինչ եք ակնկալում եւ ինչպես եք դա պատկերացնում։ Նայեք, այսօր Փաշինյանը դնելու է իր առաջ, ասեցի, ամեն գնով, օգտագործելով նաեւ միջազգային աջակցությունը, որի մասին այսքան ժամանակ խոսում ենք, ձևավորել սահմանադրական մեծամասնություն պարլամենտում։ Որն են դրա ճանապարհները։ Մի ճանապարհը այնա, որ դե արդեն էս պետք է հիմա սահմանադրական դատարանով օրինականացնեն ԿՀ-ի ապօրինի որոշումը 4 մանդատի գողացման մասին, չէ՞։ Հիմա ասենք նկատի ունեմ ԲՀԿ-ի մանդատները։ Սա մեկ, բայց սա 3/5-ն է ապահովելու։ Իսկ իրանց պետք է 2/3-ը։ Հիմա ոնց են դա անելու։ Մի քանի ճանապարհ կա դա անելու։ Ճանապարհներից մեկը այնա, որ իրանք փորձեն հավաքագրեն ընդդիմությունից մի քանի հոգու։ Դրա համար պետք է 6 հոգու հավաքագրեն։ 6 հոգու, որ հասնեն 70-ի։ 70-ը դա 2/3-ն է։ Ինչու է Նիկոլը այսքան կատաղած հիմա հարձակվում ընդդիմության վրա, չնայած եթե համարենք, որ ինքը իսկապես հաղթանակ է տարել, ինքը պետք է երջանիկ լիներ, հիմա ինքը պետք է եւ երջանիկ լիներ եւ պետք է շատ ավելի հանդուրժողական տրամադրված լիներ, գնար դեպի ընդդիմություն, դեպի ընդդիմադիր զանգված, ասել դե ես բոլորիդ բանն եմ, վարչապետն եմ, 18 թվի խայտարակ ելույթների նման ինչ եղել է ընտրությունների ժամանակ այդ սուր չգիտեմ այդ բառապաշարը բանը եւ այլն եկեք մի կողմ դնենք հիմա մենք նորից պետք է գնանք կայուն երկրի կառավարման բան այդ դա սովորական տրամաբանական բանն է էլի ընթացքն է որը ընտրություններից հետո լինում է բայց ինքը ավելի է սրում պայքարը ինչի որովհետեւ ինքը հասկանում է որ այս վիճակով ինքը իր անձնիշխանությունը չի ապահովել իրան պետք է այդ 70 մանդատը դրա համար ինչ կարա անի ինքը սկսում է քրեական գործեր նախ վարկաբեկում է 3 ուժերին եւ 3 ուժերը չեն արձագանքում բոլոր ընդդիմադիր ուժերին անդադ վարկաբեկում են լիդերները անընդհատ անում է վարկաբեկել բայց իրան պետք է որ 6 հոգի բերի իր ճամբարը կամ ավելին դրա համար ինքը հասկանալով որ լիդերներին տենց երևի չի կարա կոտրի ինքը պետք է իրանց օրինակի համար մի տարբերակ է սա, այս քրեական գործերով, բաներով, տանի բանտերը, զրկի մանդատներից, հետո ներքևի ցուցակից կգան ինչ-որ մարդիկ, որոնք արդեն ինչ-որ պահի կոտրվեն, որտեվ կամ տենց մի քիչ ավելի երկրորդ բայց կար առանց հիստերիայի, այդ այլանդակ առանց բառապաշարի այդ բաների, ինչի? Այդ անում է բանտ, տանի բանտ, նվաստացնի, հրաժարվեն կամ չգիտեմ ինչ անի։ Սա նաև հոգեբանական տերոր է, եւ որը ուղղված է եւ քննչական մարմիններին ուղղություն տալուն եւ այդ sense ասեմ խոցելի ցուցակի խոցելի անդամների հոգեբանությունը կոտրելուն այսինքն սա հենց դրա մասին է վկայում ինքը հիմա չի փնտրում ներքին հասարակական համերաշխություն ինքը հիմա փնտրում է ընդդիմության ոչնչացում ասում եմ որտեվ դա ծառայում է այդ նպատակին հիմա ինքը չի համարում այս ընտրությունները ավարտված ինքը շարունակում է իրան միջև 70 մանդատը չվերցնի ինքը չի հանգստանա հիմա այս տարբերակներից մեկն է երկրորդ տարբերակը ցավոք սրտի sense մի հատ խնդիր կա որի մասին մենք գրել ենք այս մեր հայտարարության մեջ 202 հոդվածն է սահմանության 202 հոդվածը կարգավորում է թե ինչպես կարող է ընդունվել նոր սահմանությունը կամ կարող է փոխվել եւ այդ հոդվածում է գրած որ դու հանրակրվեի կարած դնես 2/3-ով բայց եթե դու փոխում ես այդ հոդվածը եւ 2/3-ը դարձնում ես 3/5 դու փաստորեն կարողանում ես արդեն Ինչն է իրան խանգարում սահմանադրական դատարանի բոլոր դատավորները իրենն են դե հենց է ուրեմն ինքը բայց այդ դեպքում մի քիչ բարթանում է սխեման երկու հատ հանրակրվե պետք է անցկացնես այսինքն դի սկզբից մի հատ հանրակրվե անցկացնես 3/5-ով դնես հանրակրվե այսինքն ինքը դա 202 հոդվածը փոխելու մասին գնաս փոխես դա իջացնես շեմը
հանրակրվեի դնելու միջև 3-5-րդը, հետո նոր երկրորդ հանրակրվե։ Այսինքն ինքը համարում է դա բարդ, դրա համար գերադասելի է, որ այս վայրակ բառապաշարով ագրեսիա բռնապետությամբ հասնի նրան, որ այդ 6-ին առևանգի տանի կամ, չգիտեմ, վախեցնի տանի։ Թե բոլոր ուղղությունները to keep all options on the table, հա, ասենք բոլոր հնարավորությունները բան անես, պահես սեղանի վրա ու գնաս բոլոր տարբերակները, որը ստացվի։ Արևուտն է քար լռություն է, ասում է տար բանտերով նվաստացրու, ստորացրու, ճնշի, բռնապետություն ինչ ուզում ես արա, ինքը իր անձնիշխանության ձեռքբերման այս օպերացիան անցկացնում է այդ Ադրբեջանի հետ հաշտության, խաղաղության քողածածկույթի տակ։ Ինքը ասում է Արևմուտքին, Արևմուտք ջան, բա համ ուզում եք նա հավել, ուզում եք ես բան անեմ, բա ես մապտի գնամ այս բաները անեմ։ Նստացնեմ, բռնա։ Ինչ եք ուզում։ Պետք է անեմ։ Ճիշտ է, հիմա Արևմուտքը իբր տենց Եվրոպական միությունը ինչ-որ падգամավորներ, բաներ փորձում են ասել Ադրբեջանին, դե լավ ինքը չկարողացավ սահմանական մեծամասնություն ձեռք բերել, միգուցե դուք հրաժարվեք այդ բանից, այդ պնդումից, գնաք ստորագրեք խաղաղությունը, սենց առանց սահմանությունը փոխելու բան, բայց ես վստահ եմ, որ այդպես բան չի լինի։ Դուք պատկերացեք մի քիչ ազգային լիներ, փոխանակ օգտվել այդ հանգամանքից, գոնե ձգեր այն ժամանակահատվածը, որ սահմանադրական այս փոփոխությունը աներ, մեր այս երկիրը մնար, ինքը շտապում է օր Ադրբեջանը ցավոք սրտի եւ նաեւ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով ինքը դեռ չունի իր առաջ նպատակ Հայաստանի հետ հաստատել խաղաղություն։ Եթե ինքը ունենար այդ նպատակը, ինքը վաղուց արդեն այդ սահմանադրական այդ փոփոխության ապուշ այդ բանը պահանջը մի կողմ դրած կլներ, գերիներին կվերադարձնել, օկուպացված տարածքներից դուրս կգար, ասեք թուրքերին լավ բացեք արդեն այդ սահմանները եւ այլն։ Այսինքն ինքը նկատում Հայաստան չպիտի լինի։ Ես հենց այդ եմ ասում, մեզ պետք է նոր քաղաքականություն, որը Ադրբեջանին կտանի խաղաղության ճանապարհով։ Այն ճանապարհով, որը տանում է Նիկոլ Փաշինյանը, դա խաղաղության ճանապարհ չի, դա երկրի քայքայման ճանապարհն է։ Այո, Ադրբեջանը ինչ է ուզում նաև անկախության հռչակագրի հանել բանից համացությունից, որովհետև դա բանը իրավաքաղաքական հիմքերն են մեր անկախության։ Շատ լավ, դուք շատ լավ բացատրեցիք, թե Նիկոլը ինչ է ուզում։ Հիմա գալիս ենք ընդդիմությանը։ Երկու բան են ասում են մի կողմից Նիկոլը ասում է հրահրում, ասում է դե դուրս եկեք, էս արեք, որովհետև դրանից հետո կջարդի ավելի շատ կնվաստացնի բան։ Մյուս կողմից էլ ակնկալի կա, որ այս սիրելի ընդդիմություն։ Հիմա դուք տեր կանգնեք, կես միլիոնից ավել ձայն եք ստացել, պետք է տեր կանգնել։ Հիմա դուք պատկերացնում եք, դուք ասում եք այն ներքևի մարտիկ, բայց վերևի մարտիկ էլ մարդկանց խոշտանգում են, ձերբակալում են, բռնության են ենթարկում, նվաստացնում են, գործեր են հարուցում այս մարդկանց վրա եւ առայժմ sense ինչ որ բան վիճակ է։ Սա այս պահվածք արդյոք չի նպաստելու նրան, որ հիասթափությունը խորանա, եւ Նիկոլն անի այն ինչ որ ուզում է, ինչ պիտի անել եւ ինչ կոչ ունեք։ Դե այս խնդրեմը կայանում է նրանում, որ իրականում մարդկանց փողոց կարող է հանել միայն այն ուժը, որը հավաքել է մեծամասնություն։ Հիմա նայեք, անգամ Հայաստան դաշինքը չի կարող դա անի։ Ինքը չունի այդ քաղաքական իրավունքը։ Այդ քաղաքական իրավունքը պատկանում է ուժեղ Հայաստանին։ Հիմա բնականաբար իրենք գիտեք հասկանում ենք քաղաքական փորձի պակաս կա բիզնեսմենի մտածողություն, որը միշտ չի որ կիրառելի է Բայց եկեք ողջունենք, որ շատ կարճ ժամանակահատվածում իսկապես հաջողություն արձանագրվեց այդ ուժը այսքան բռնաճնշումների տակ Սամվել Կարապետյանը այնուամենայնիվ կարողացավ երկարքանի հազար ձայն ինչքան էր 300 Այստեղ խնդիրը հիմա իրանք արել են համախմբման առաջարկ, մենք էլ արել ենք մեր առաջարկը, մենք իդեպ կոնսուլտացիաների մեջ ենք, մենք խոսում ենք իրար հետ։ Բնականաբար իրանք ունեն իրենց պատկերացումները թե ոնց են պայքարը տանում առաջին տարբերակին դուք դեմ եք, դուք եք համաձայն, որ տեսեք որոշ ընդդիմադիր գործիչներ ասում են, Նիկոլ ուզում է որ դուրս գան, հիմա ինչ որ ակցիաներ լինեն, որ ինքը ջարդի, ինքը հրահրում է, կա այդպիսի բան, թե ճիշտ է որ պիտի դա լուրջ չեմ ընդունում ուրիշ բան որ պահը բաց թողնված է ժողովրդին պետք է հանել լավ այդ պահը բաց թողնված է այս մարդը հիմա կանգնում է կեղծիքից է խոսում քար լռություն է ձայն չկա փոխանակ առավոտ ու գիշերը Նիկոլենց կեղծիքի մասին բանը այն օրերը որ բաց թողնեցին ինչ եմ ասում բաց թողնված է որովհետև ընտրությունները երբ որ թարմ է հիշողությունը թարմ է ժողովրդի վրդովմունքը թարմ է մարդիկ մտել են քաղաքականության մեջ այդ պահը կարելի է օգտագործել հիմա մարդիկ կամաց դուրս են գալիս քաղաքականությունից որտեղ վերադառնում են կենցաղին
կամած։ Հետևաբար այդ զանգվածը բան անում, կամած հալում է, որը կարող էր ինչ-որ փոփոխություն Դա գիտակցում են, դուք ասում եք մենք կոնսուլտացիաներ ենք անում, ուժեղ Հայաստանը, չգիտեմ, դա գիտակցում են, որ ես հիմա չեմ կարող փոխանցել եւ դրա իրավունք չունեմ, ու դա քաղաքական բանակցությունների էթիկան թույլ չի տալիս, որ ես ասեմ իրենք ինչ են ասում մեզ։ Այդ իրենց դիրքորոշման ներկայացնելու բացարձակ մոնոպոլի իրավունքը պատկանում է իրանց։ Ինչպես նաև մենք կարող ենք ասել մենք ոնց ենք պատկերացնում։ Բայց ես համարում եմ, որ կարելի է այս մոտեցումների շուրջ բանակցել, տեսնել ում հետ ինչ բաների կարող ենք ասել։ Օրինակ համար կան քաղաքական ուժեր, որոնք մեզ դիմել են եւ որոնց հետ մենք նույնպես կոնսուլտացիաներ ենք տանում, որ ստեղծենք օրինակի համար այդ հանրակրվեում ոչ ասելու շարժումը։ Կան այդպիսի ուժեր։ Կան ուժեր, որոնք ասում են, եղբայր, եկեք ստեղծենք մեր սոցիալական սահմանադրական պրոյեկտը։ Դրանց հետ ենք բանակցում։ Կա ուժեղ Հայաստանը, որը իր մոտեցումներն է ներկայացնում, դրա շուրջ ենք բանակցում։ Ուղղակի պարոն Զուրաբյան, այնպես չլինի, մենք մեկ ամսից հանդիպենք, դուք արդեն ասեք, ախր պիտի մեկ ամիս առաջ այդ պիտի արդեն շարժվեին, էլի, այնպես չլինի, անվերջ, այսպես ուշացման բանի մեջ լինենք։ Դե հիմա մենք կարող ենք տարբեր ցանկություններ ունենալ, մեր Չէ, նաև այստեղից պիտի ոչ արվի, որ պիտի հիմա գոնե այդ որ տարածում է ընդդիմության վրա, որ բոլորը ծախված ձայներ են, կաշառք, չգիտեմ ինչ, պետք է սրա դեմ առնել։ Այս հատուկ դիմում եմ Սամվել Կարապետյան, մի քնեք, վեր կացեք ձեր ուժերը պիտի ակտիվանան, ես դրա մասին ավելի խոսի, իհարկե պիտի Հայաստան դաշինքներ պիտի վաճառի։ Այդտեղ մի հատ կարևոր հարց կա։ Եթե ճիշտ է, որ ծախված են, եթե ասենք տենց 100,000-ների մասշտաբով, չէ, նա լսեք էլի արգումենտս միջև վերջ։ Եթե 100,000-ների մասշտաբով ընտրակաշառքով տենց կեղծիք է տեղի ունեցել, դրա համար մեղավորը առաջին հերթին Նիկոլ Փաշինյանն է եւ իր կողմից 8 տարվա մեջ ստեղծված պետաիրավական համակարգը, որը չկարողացավ դրա դեմն առնել, սա մեկ։ Երկրորդը Նիկոլ Փաշինյանը, որ այդ մեղադրանքը առաջ է քաշում, ինքը առաջինը պետք է դիմեր սահմանադրական դատարան այս ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով։ Ինքը անում է ոչ մեկը, այսինքն այն մեկի համար պատասխանությունը չի։ Շատ լավ առաջարկ է, Նիկոլ, դիմի, եթե կաշառք ա եղել բան, ըստ իրա շատ մեծ թիվ է, չէ՞ դա եղել, որտեղ ասա բոլորը, սկզբում ինչ որ չեմ լսել, ինչ որ սկզբում ասելա բոլորն են կաշառքով, հետո ասելա 30%-ը։ Հələ մի հատ հաշվեք, տեսեք 30%-ը այդ ինչ մեծ ազդեցություն ունի ընտրությունների վրա։ Շատ լավ առաջարկ է։ Ուրեմն, ես ինչ եմ ուզում ասել, այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը կամ քաղաքացիական պայմանագիրը չի դիմում սահմանական դատարան, անվավեր ճանաչելու բան, որ ինքը իրեն անվանում է ստախոս։ Ինքը ասում է, որ իրականում ընտրությունները լեգիտիմ են եղել։ Ինքը այդ իր գնահատականն է, այդ թվում նաև ընդդիմության։ Օրինակ դիմի բան արա, այս հրաժարվի այս ընտրում։ Չէ, կարծեմ վերջին օրը 21-ին էր։ Անցավ, հա, լավ, արդեն ճակատին գրվեց հերթական անգամ, դե ինչ։ Հա, այսինքն Չէ, բայց սա բան փաստարկա է։ Չէ, բայց սա դեմագոգիա է, ուզում ասեմ, եթե որովհետև դու մեղադրանք ես ներկայացնում ու այդ մեղադրանքին հասանելի իրավական առումներով տեղ չես կանգնում, նշանակում է դու ինքդ ընդունում ես, որ սուտ ես ասում, մանիպուլյացիա է, սովորական, բայց եթե տենց բան կա, դու էլ ասպես փաստեր կան, ընդ որում այն մասշտաբի, որ թույլ են տալիս նման մեղադրանքներ ներկայացնել ընդդիմության, բայց սահմանադրական դատարան ինչի չես մտնում, ինչի չես մտել արդեն, ինչի ես թույլ տվել, որ այդ լինի, ու ինչի չես մտնում հիմա, որ անվավեր ճանաչես այդ բան, այսինքն սա բան է, հերթական սուտն է, որի նպատակը, ասում եմ, մենակ այն է, որ ջարդես, թուլացնես ընդդիմությանը, եւ ստեղ մի հատ կարեւոր հարց է, որի մասին ես ուզում եմ խոսեմ։ Ասեք եւ ավարտենք։ Այդ մանդատների հարցը։ Իսկապես ստեղ մի հատ խնդիր կա։ Մենք պետք է հասկանանք, ընդդիմությունը պետք է իր այդ պատասխանատվությունը գիտակցի։ Եթե հանգարցակի, այսինքն մենք ասում ենք, չէ՞, մանդատները վերցրեք, գնացեք պայքարեք, որտեղ դա գործիք է։ Բայց եթե դուք հարգելի ընդդիմություն ջան, խորհրդարանական ընդդիմություն, խորհրդարան անցած ընդդիմություն, եթե դուք վստահ չեք, որ ձեզնից չեն կարող հավաքագրեն, Դե ով կարող է վստահ լինել, պարոն Զուրաբյան, հիմա դուք
չկա այդպիսի բան։ Հիմա դուք կհավատայիք, որ Նազարյանի, ինչ է, Գեգամ Նազարյանի ելույթից հետո որ Նիկոլ, դու ես սպանել իմ ապկարին, Նիկոլ, դուք դրանից հետո ձեր մտքով կասներ, որ սա գնալու է падգամավոր, հետո գնալու է։ Կարող է դες բան։ Ես ընդհանրապես մի բան եմ ասում, ընդդիմությունը պատասխանատվություն ա կրում, ընդդիմությունը պատասխանատվություն ա կրում։ Մեկը ես այստեղից ասում եմ, որ պիտի այո, Գեգամ Նազարյանի նման մարդը լինի այնտեղ, որովհետեւ կպայքարի, որովհետեւ ворթեակորց է, որովհետեւ այդ բանի մեջ է, բայց մեկ էլ պարզվում է, որ կներեք էլի, չգիտեմ ով է։ Այսինքն այս կյանքում այնպեսի բաներ կար, դուք իհարկե ճիշտ եք ասում, իրանք պիտի պատասխանատու լինեն, ում եք տարել ձեր ցուցակ, արդյոք խելամիտ տես մտածել եք, իհարկե ճիշտ եք ասում, դա կա, բայց նաև այսպեսի բացառություններ կան, բայց անշուշտ առաջին հերթին պատասխանատվությունը ընկած է այդ առաջնորդների վրա, բայց պիտի այդ մանդատները վերցնեն եւ անպայման վերցնել, եթե վստահ եք ձեր վրա, եթե Բա մտել են պայքարի մեջ, եթե կես միլիոնից շատ ձայն եք ստացել ու վստահ չեք, ուրեմն գնացեք։ Որ այդ միասնական ճակատի ստեղծումը, եթե ժողովուրդը տենում է, որ ստեղծվում է միասնական այդ ոչի ճակատը, որը մենք առաջարկում ենք, ու դա մթնոլորտ է փոխում հանրության մեջ, եւ դա մի հատ sense ջրբաժանի իրավիճակ է ստեղծվում, որում արդեն շատ դժվար է հավաքագրվելը, այսինքն երբ որ մթնոլորտ կա, Այո, հասկանալի է, հասկանալի։ Նաև ինչի մասին պարոն Զուրաբյան, մենք որ ասում ենք, որ ընտրություններից առաջ պիտի այդ միասնական լինեն, որ պիտի այդ էներգիան լինի, որ այս պայքարի տարբեր բաներով չէ, դա պիտի խտացած լինի այդ էներգիան, որ դուք եթե որ մտքներով չանցներ այսպիսի կեղծիքանի, որ իրանք հասկանային դրսում այնպիսի խտացած էներգիա կա, բա դրա մասին էինք խոսում, չէ, որ ասում ենք պետք է դաշինք կազմենք, այդ նկատի ունենք։ Դե հիմա ոչինչ չի, իհարկե, ես չգիտեմ ինչի արժև են կանգնած, այս բոլոր դեպքերում շատ ստապ եւ առողջ առաջարկներ ընդունեց եւ հիմա առաջարկներ կան, պիտի առնվազն այս մի քանի բանը որ առաջարկում եք, բայց հիմա դուք տեսեք երկու կարևոր բան ասեցիք, որ եթե դու այդպիսի բան ես ասում, նախ դու ամենապատասխանատուն ես, դա նշանակում է, որ դու քորոքա չի եղել, առաջին պատասխանատվությունը Նիկոլ քո վրա է, եթե դու մեծագույն ստախոս ես, ապա դու պիտի դիմեիր սահմանադրական դատարան եւ ասեիր, որ կեղծված ընտրություններն են, հետեւաբար դու ստում ես առաջին կեղծարարը դու ես, բայց դրա մասին պիտի 1000 անգամ ասի ընդդիմությունը, պիտի խոսի, ոչ թե թողնի կամ դուրս գա պայքարի, դուրս գա, ոչ թե հիմա ասենց 10,000 նստած չես հասկանում ինչ է։ Հա, դե խոսում եք, հա, բայց մենակ ձեզնով չի կամ ձեր նման 10 հոգով չի, չէ։ Իսկ դուք տեսնում եք իրենց ձեռքը ինչքան գործիքական զգա եւ իրանք ինչքան ագրեսիվ են, դուք ինքներդ ասեցիք Նիկոլ ինչ ագրեսիվ է եւ գիտի ինչ է անում, ինչպես է։ Մենք պետք է հասկանանք, Հայաստանը գտնվում է մի հատ վիճակում, որ եւ կան աշխարհակահաղական լուրջ պայթյունի խնդիրներ, մեր անվտանգության հետ կապված խնդիրներ, բայց նաև կա շատ մի հատ կարևոր խնդիր, որը կապված է սրա հետ, դա Հայաստանում ժողովրդավարության ոչնչացման խնդիրն է։ Դե բանաձևումը տվեցիք, այս մարդը ադվանչացի քաղաքական ադրբեջանը արդեն սկսել է։ Ադրբեջանացումը քաղաքական համակարգի։ Այո, քաղաքական համակարգի մարդը բռնապետին ավտորիտար օրինակը ունի, ամբողջ համակարգը դարձնում է այդպիսին։ Այսինքն սրանք իրար հետ համատեղելի հարցեր են, եւ ինքնության պահպանումը, եւ ժողովրդավարության, քաղաքացիական ազատությունների պահպանումը, դրանք բան են, կապված հարցեր են։ Եվ այսօր մեր հանրությունը պետք է համախմբվի մեր ինքնությունը, ազգային ինքնությունը եւ ժողովրդավարական եւ քաղաքացիական ազատությունների պահպանելու գործի շուրջ։ Այս հրաշուրջ մենք պետք է ստեղծենք լուրջ համախմբում։ Շատ ակտիվ կլինենք այդ հարցերում, հույսով ենք, որ մեզ չեք մերժի եւ հաճախ կհանդիպենք եւ մենք պիտի, չգիտեմ, կամ պիտի հանձնվել եւ սպասել, որ ինչ իր քմաճիկով Ալիևը մեզ հետ ոնց կվարվի, կամ այդ հավաքական արևմուտքը, կամ պիտի շարունակենք պայքարը եւ ամենակարևորը այս ամեն ինչը հասցնենք մեր ժողովրդին։ Շնորհակալություն, մնացեք մեզ հետ, մի քանի րոպեից ուղիղ եթերում կլինենք Սուրեն Սուրենյանցի հետ։ Շնորհակալություն, պարոն